Նիկոլ, այսօր քո վերջի օրն է, որ դու լեգիտիմ երկրի ղեկավարն ես, վաղվանից դու այլևս ոչ լեգիտիմ ղեկավար ես լինելու, և քո բոլոր գործած մեղքերին ավելացնում ես ևս մեկը, լավ կլինի, խելոք, վաղը չդնես քո թեկնածությունը ու հեռանաս, որ արդարադատության պատժին արժանանաս, որ Աստծու պատժից ավելի մեղմ է, չնայած դու Աստծու պատիժն էլ ես ստանալու, երբ որ դու վերանաս, հեռանաս քո պոստից, առաջի քայլը, որ մենք կանենք մեր քաղբանտարկյալ ընկերներին, Ավետիք Չալաբյանին և մնացած քաղբանտարկյալներին կազատենք, որոնք ընդամենը քո քմահաճույքի զոհն են, որովհետև իրանք հայրենասեր են ի տարբերություն քեզ, դրա համար լավ կլինի, այսօրով ավարտենք այս ամեն ինչը, թող մեր հայրենիքը մեզ մնա, երկրորդ բանը, որ անենք, պետք է մեր գերիներին վերադարձնենք, 6 տարի է իրանք, ամենադաժան պատժին են արժանացել, իրանք պետք է վերադառնան, իրանք էլ մեր քաղբանտարկյալների պես արդար հայեր են, որոնք իրանց հայրենիքի համար պատժվում են, հայրենասիրության համար պատժվում են, երրորդ բանը, որ անենք, մեր բանակը պետք է վերականգնենք, շատ արագ, որովհետև դու մեր ոսոխին հասցրել հենց Խուստուփի լանջերին, դրա համար դու պետք է գնաս, որովհետև մենք Նժդեի ժառանգներն ենք ու քո նմանը չպետք է կարողանա այս երկրի ղեկավարը լինի, մեզ բավարար էր քո այս 8 տարիների գործած հանցագործությունները, գնա քո տերերի մոտ, եթե ուզում ես չնստես բանտում, եթե չէ պետք է մնաս ու արդարադատության դատին արժանանաս, մենք չունենք հայրենիք, որը դու ամեն օր կրճատում ես, քո ամեն մի օրը մեր հայրենիքի մի մասը տանում է մեզանից, դու պետք է չլինես, որ այս հայրենիքը բարգավաճի, սիրունանա, ուժեղանա, մեծանա, եթե դու չլինես, մենք կհասնենք դիվանագիտական ճանապարհով նրան, որ մեր Արցախը կվերադարձվի մեր արցախցիներին, մենք էլ իրավունք կունենանք հանգիստ մտնենք, ոնց որ առաջ, գնա, որ էլ զինվոր չզոհվի, գնա, որ էլ հղիներ չսպանվեն, գնա, որ մենք սկսենք ապրել, քանի դու կաս դու մահն ես, դու մեր վկայականն ես մանգալի պետության, բայց դու մեր պետության մահվան վկայականն ես, դու մեր ժողովրդի մահվան վկայականն ես, գնա, այսօրով թող ավարտվի քո պատմությունը, Մելիք Ֆրանգյուլյան պատմությունը, էլ չպետք է լինեն Մելիք Ֆրանգյուլներ ու Նիկոլ Փաշինյաններ։ Ինչ անենք, չանենք բարեգործություն, իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք, մարդ բռնել տանք ամբողջ օրը իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասի էդի լավ է, իրապես պետք է ուղղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք, ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ էս բային, այդ խնդիրները չունեն, ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա, ինչ է իրա ուզածը, ինչ է իրա երկրում բարեգործություն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում, դրա մեջ ասում եմ միտեղ գնացի դարպասները վատ էր, հայկական ժամանակի դարպասները տեսել եք, թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի, այն ինչ որ Իրանը չի, իմը չի, Իրանն էլ չի, սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էդի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի, իմն էլ չի, այդ գործանի սեփականատիրոջն է, այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, այդ մարդու սեփականությունն է, սեփականազրկենք մարդկանց, իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իրա ուզածը, այս ամբողջ պրոցեսի մեջ ինք ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի, ասում զանգել եմ ասել եմ դարպասները լավը չի, մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի, այդ մարդը 100 հատ սարքել է, քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի, բայց 100 հատ տենց բան է սարքել, բարեկարգել է գործարը, մի անուն դիր, ամեն ինչին դնում անուն է դնում։ Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու ու տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է լինելու։ Մենք հավատում ենք հակառակի մեջ, որ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելի փոքրացնելու է ճիշտ աշխատանքի դեպքում, ուժեղ կառավարության դեպքում փոքրացնելու է
այն տարբերությունը տնտեսական, որ ունենք Ադրբեջանի հետ։ Ինչպես դուք կհարցնեք, պատասխանեմ այսպես. Ադրբեջանի ընդհանուր արտահանման 90%-ը նավթն ու գազն է։ Բյուջեի կեսը նավթն ու գազն է բերում։ Իսկ գիտեք, թե ինչքան նավթ է արդյունանում Ադրբեջանը։ Օրեկան կես միլիոն բարել։ Բարելը դա տակառն է, նավթը տոննայով չեն հաշվում, տակառով են հաշվում, պատմականորեն։ Կես միլիոն բարել։ Իսկ ինչքան էր Ադրբեջանը արդյունանում 7 տարի առաջ։ 750,000 բարել։ Այսինքն 30% անկում է արդյունանում Ադրբեջանի նավթի 7 տարվա ընթացքում։ Ինչ է կատարվում աշխարհում նույն ժամանակաշրջանում։ Աշխարհում այսօր սպառվում է 106 միլիոն բարել նավթ օրը։ Բայց 6 տարի հետո ամեն տարի աճում էր սպառումը մինչև վերջերս։ 6 տարի հետո էլեկտրական տրանսպորտի մասսայականացման արդյունքում 108-109 միլիոն բարելից հետո սկսելու է կայունանալ եւ անկում ապրել նավթի արդյունանումը։ Դա նշանակում է, որ նոր նավթային երկրները սկսելու են գներ գցել։ Դա նշանակում է, որ էժանանալու է նավթի գինը, որից է կախված է ինչ-որ չափով նաև գազի գինը։ Իսկ ինչ անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որը ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինկլյուզիվ տնտեսություն։ Կարող եմ ասել, սկսելու է հետ ընկնել մեզանից։ Իսկ ինչ է պետք մեզ անել, որպեսզի առաջ անցնենք, օգտագործելով մեր սփյուռքի պոտենցիալը, մեր ազգային պոտենցիալը, ես կներկայացնեմ հաջորդ մեր խոսակցությունների ժամանակ։ Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Սակայն սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների եւ այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը, քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար։ Այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն եւ երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։ Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան բերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար եւ իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա եւ մենք գնալու ենք, շարունակելու ենք այս process-ը, որովհետեւ սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են։